Բերեք ստե շուտ։ Թթվածի կան լա բերեք։ Դի շուտ արա։ Ացոսը բերեք, թթվածի շուտ արեք, հոդը։ Ացոսը շուտ։ Շուտ հանգիստ մամային հանեք դուր ժոր արեք Ժորժ ջան։ Հանգիստ սիրուն, հանգիստ, քեզ բան չի լինի, հաստատ, հանգիստ, թթվածինը պահեք, հանգիստ, լավ, շնչում է ժողովուրդ, հանգիստ, քիտիկը մաքրենք, քիտիկը, լավ արդեն, գույնը բացվում է, ահա շնչում է, վախիկ սիրուն, շնչի, քեզ բան չի լինելու, կրկենք մենք քեզ, հանգիստ, շնչի, Թվացինը մի քիչ չասել, էլի, շատ լավ է։ Պարտասիլա մեջ կուրը, այսպես սկսել է թեղվել, շամպոկություն ենք արդեն, շամպոկությունը ճանապարհին վերել է, արդեն կապտած լվիցի արդեն լավ ացոս արեցինք, հիմնականը պաթա եկել, գույնը արդեն տեծնա, քիտիկներ մաքրեցինք, լավ ացոսով եկավ, Իշխույ ջան, ոնց որ արդեն լավ շնչում է, մնում է պայմանավորվեք շամպոկության հետ տեղափոխվենք մանկական ռեանիմացիա ունեցող բաժանմունք մանկաբույժ Արդեն հանգիստ, լավ է, թեքենք, հանգիստ, հեսա կլացի էլ, հեսա, որ քաշենք լրիվ կլացի, շատ լավ է։ Հպարտությամբ ուզում եմ ասել, որ մեր ընդունարանում փրկեցինք նորածնի կյանք։ Շտապօգնության բժիշկը վազելով ներս մտցրեց նորածին բալիկի, ով խեղդվել էր կերակուրով։ Մայրիկը անփորձ էր, նոր առաջին բալիկն էր, կերակրելուց հետո երևի չէր կատարել հասարակ քայլերը, որ պետք էր կատարել երեխային գղտացնելու, երեխայի սնունդը մարսելու պրոցեդուրան, երեխան սկսել էր խեղդվել։ Վերեցին արդեն կապտած, անշնչացած վիճակում։ Կարողացանք շատ արագ մեր թիմի արագ աշխատանքի եւ հզոր աշխատանքի օգնությամբ փրկել երեխայի կյանքը։ Շատ հպարտ եմ իմ ընդունարանի, իմ բժշկական կենտրոնի բոլոր բժիշկներին, որ փրկեցինք այդ երեխայի կյանքը։